QR-ով դրոշմավորվող ապրանքների ցանկը Հայաստանում կտրուկ ավելանում է։ Ըստ ՊԵԿ-ի գրաֆիկի, այս հունվարից երկրում Data Matrix կոդ պետք է փակցվի նաև կաթնամթերքի, մսամթերք երշիկեղենի, կենդանիների կերի, դեղեր, վիտամինների, օծանելիք, կոսմետիկախնամքի միջոցների և ներք, լաք, նավթավերամշակման արտադրանքի վրա։ Օրենքի պահանջը տնտեսվարողների մի մասը ժամկետից շուտ է ապահովել։ Սուպերմարկետներում արդեն QR-ով յոգուրտ ու թթվասեր կա։ Պարտաճանաչների համար նույնպես թվային ծածկագիրը, այսպես ասած, շրջանառությունից դուրս է բերվում խանութում վաճառելի սկանավորման միջոցով, իսկ երբ տվյալ ապրանքն օգտագործվում է արտադրությունում, մաս վաճառելիս կամ գինն այլ ծառայության մեջ է ներառվում, նախքան օտարելը։ Օրինակ, կաթնամթերքի դեպքում դա վերաբերում է խմորեղեն արտադրող ձեռնարկությանը, սրճարան, ռեստորան, հորեկացանցին, նաև ամանորի խնջույքների կազմակերպման այս փուլում, անկախ հանգամանքից, որ տվյալ ապրանքը հունվարից շուտ է QR-ի անցել։ Պարտավորություն են կրում նախապես, մինչ օտարելը, այլ ռեստորաններում ինչ սեղանին դնելը, այլ արտադրության մեջ օգտագործելու դեպքում, օրինակ թթվասերը աղցանի մեջ օգտագործել, առաջ նախապես պահեստում, երբ որ ապրանքը ստանում են, իրենք կարող են նախապես տեղեկատվական հավելվածով սկանավորել, ծածկագրերը շրջանառությունից հանել, ապա իրականացնել իրենց գործունեությունը։ Եթե փակցված է, պարտավոր են, եթե փակցված չէ, ոչ մեկ նման պարտավորություն իհարկե չունի։ QR-ի պարունակած ինֆորմացիան ՊԵԿ-ին հեշտությամբ փոխանցելու նաև տնտեսվարողների սրճարանում հաճախորդի պատվիրած հանքային ջուրն ինչ է սեղանին դնելուց առաջ պետք է սկանավորեն բողոքները հաշվի առնելով այս սեպտեմբերից ազգային օպերատորի հետ համակարգում իմարկ ռիսիպտ բջջային հավելված է գործարկվել։ Բիզնեսը հիմա հնարավորություն ունի ծրագրում գրանցի իր աշխատողին և ապրանքը հենց պահեստ ընդունելու փուլում հեռախոսով դուրս գրի Data Matrix-ները, բացատրում է ՊԵԿ-ի տեխնոլոգիական լուծումներով զբաղվող G-Solutions-ի նախագծերի պատասխանատուն։ Ընդամենը պահում են ապրանքի վրա, տեսնում ենք ապրանքի անունը և նրա քանակը և ուղարկել։ Վերջ տեղեկատվությունը փոխանցվեց ՊԵԿ շտեմարաններ։ Հավելվածը պետք է ներբեռնել App Store-ից կամ Play Market-ից, ֆայլ on-line-ում համապատասխան դիմումներ կայացնել, այնուհետև ակտիվացված հավելվածի միջոցով նախքան սպառելը, նախքան օգտագործելը, տեղեկատվական հավելվածի միջոցով ծածկագրերը շրջանառությունից դուրս բերել։ Համակարգը նաև այսպես ասած ագրեգացված ծածկագիր կարդալու հնարավորություն ունի։ Տոնական առևտրի այս օրերին օրինակ հյութը հատ-հատ ծնգացնելու փոխարեն կարելի է բլոկով անցկացնել, նույնը ծխախոտը և շատ այլ ապրանքներ։ QR-ին վերաբերող հարցերը պարզաբանելու նպատակով և իմարկը և կոմիտեն պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում բիզնեսի հետ։ Հավելվածը թույլ է տալիս իրականացնել ՀՀ ՊԵԿ ուղարկված ծածկագրերի յետ վերադարձը։ Վերադարձը հնարավոր է իրականացնել սկանավորման միջոցով կամ մուտքագրելով տվյալ ապրանքի փոխանցման հերթական համարը։ Ինչ վերաբերում է առանձնացված ապրանքախմբերի համար սովորական դրոշմապիտակների կիրառմանը, ՊԵԿ-ը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին 2026 թվականի հունվարի 1-ից հետո սպառել այն դրոշմապիտակները, որոնք վերցվել են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, այնուհետև կարող են անցում կատարել նոր Data Matrix համակարգի։ Հայաստանում իդեպ Data Matrix կոդերն ամենասկզբում 2023 թվականից հայտնվել են ծխախոտի ու ալկոհոլի վրա։ Տվյալ երկու ապրանքախմբի համար այս հունվարից ՊԵԿ-ը նոր պահանջ է սահմանել։ 2026 թվականի հունվարի 1-ից ծխախոտային և ալկոհոլային արտադրանքների մատակարարման դեպքում այդ ապրանքների մատակարարման հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է նաև ներառել դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Նույնականացման տվյալները փոխանցելու երկու տարբերակ կա՝ բիզնեսին ծանոթ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր համակարգում առանձին ֆայլով կցելու կամ ազգային օպերատորի իմարկ ինվոյս բջջային հավելվածի միջոցով։ Հերմինե Բաղդասարյան, Սեյրան Անտոնյան լուրեր։